Քրիստոս հայրապ իմերելոց մեզի ձեզի մեծ ավետիս օրհնյալ է հարությունը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի աշխարհը այս խոսքերը ասում է ինչպես Հովիկ եղբայրն ասեց ասում է ուղղակի ասում է երեք ամբողջ քաղաքում տեսնում էինք լույսերը բռնած գնում են այդպես կարծես իրենց հոգին հանգստացնում են դրանով բայց դա ոչ մի բան է կարծես Քրիստոսի հարությունը մոլորակի վրա նոր բան էր Քրիստոսի հարությունը մոլորակի վրա մի բան էր որը չէր եղել երբեք գիտեք աշխարհում կան շատ կազմակերպություններ շատ կուսակցություններ շատ հեղինակավոր դերական մարդիկ եւ բացասական մարդիկ որոնց ֆիզիկապես գոյություն չունենալուց հետո երբ որ նրանք կուսակցությունը կազմակերպությունը կամ մարդիկ որոնք եւ դրական կերպարներ են եղել իրանք խոսքեր են ունեցել որը ընդհանրապես հուշ մնացել է ժողովրդին եւ մարդիկ հիշում են այդ խոսքերը ուրախանում են կամ տխրում են վերջապես բայց իրենց ֆիզիկական գոյություն չունենալուց հետո ել չեն կարող իրենք շարունակել չի շարունակվում ել ֆիզիկապես գոյություն չունեն ել նորից չի ավելացվում բայց Քրիստոսի հարությունը շարունակվում է եւ ավելին որովհետեւ ինչպես եղբայրն ասեց ես ձեզ մենակ չեմ թողի Տեր Հիսուսը մենակ չի թողում մեզ բոլորիս եւ իր գործը շարունակվում է հետո է շարունակվում աշխարհը ընդհանրապես ասում է մեկը մեկին ուրախություն է փոխանցում մեզի ձեզի մեծ ավետիս բայց օգտվում է մեզի ձեզի մեծ ավետիսից օգտվում է հարությունից որը շարունակվում է որը թողել է շարունակություն ես ուզում եմ կարդալ առաջի Պետրոս 3-րդ գլուխ 22 խոսքը այստեղ ես երկինք գացած Աստծո աչ կողմն է ռեշտակներն ու իշխանությունները եւ զորությունները իրեն հնազանդ են իշխանությունները բոլորը իրեն հնազանդ են երկնքի ռեշտակները իրեն հնազանդ են երբ հարություն առնելուց հետո Մարկոս ավետարան 16-րդ 19 գլուխ Տերը անոնց հետ խոսել են հետքը երկինք համբարձավ ու Աստծո աչ կողմը նստավ հետաքրքիր է սիրելիներ ես հիշում եք այսպիսի միտքերի մոտ առաջացել եւ հարց էի տալի ժողովրդին խաչվողը հաղթեց խաչվածը հաղթեց թե խաչողը հաղթեց այստեղից մենք մի փոքր ուզում ենք այս միտքը լայնացնել կարող է այդպես ուժ գործադրողը ծեծողը խղճացնողը կարծես թվացյալ աչքի երևույթով հաղթեց թե խաչվողը ծեծվողը նեղություն կրողը հաղթեց մենք տեսնում ենք որ խաչյալը հաղթեց խաչողները չհաղթեցին խաչվողը հաղթեց լինում են դեպքեր որ մարդը հպարտանում է ասում է ես կարողացա նրան հաղթել լեզվով ֆիզիկական ուժով նյութով կաշառելով չգիտես ինչով բայց ոչ նա պարտված է հոգևոր դաշտում նա պարտված է հոգևոր դաշտում լրողը տանողը ներողը զիջողը պարտված
Սերգեյ եղբոր հետ մենք շատ ընտանիքներ ենք եղել, շատ այդպես տուն բաժանելու, չգիտես, բաներ կա, որ մեր գործը չէր, բայց մտնում ենք ստիպած այդ հարցերի մեջ։ Եղբայրները աշխարհիկ կամ հոգևոր թեկուզ տուն, ինչ որ ունեցված բաժանելու, մտնում ենք դրա մեջ։ Մեր չուզելով, բայց մտնում ենք։ Սերգեյ եղբայրը միշտ ասում էր. թող իրան լինի, տուր իրան, ավելը լավը տուր իրան։ Երկինքը սպասում է, որ դու տաս իրան, ասես քոնը թող լինի, որպեսզի երկինքը վարձատրի։ Տեր Հիսուսի հարությունից հետո սկսվում է նոր կյանքը։ Աշխարհը չի հասկանում դա։ Աշխարհը նորից վերադառնում է իր կյանքին, մեզի ձեզի մեծ ավետիս, բայց վերադառնում է նորից այդ կյանքին։ Գիտեք, Սուրբ գրքում առաջի Կորինթացիս 15:19-ում մենք կարդում ենք, որ եթե միայն այս կյանքին համար Քրիստոսի այս կյանքի համար Քրիստոսին հուսացած ենք, մենք բոլոր մարդոց ավելի խղճալի ենք։ Եթե չլիներ հարությունը, մենք աշխարհի բոլոր մարդոց ավելի խղճալի ենք։ Եթե չլիներ հարությունը, մենք տուժված, խեղճ ձևով այս աշխարհի վրա ապրած կգնայինք, եւ մարդիկ, որոնք փառավոր վայելել են այս կյանքը, իրանցից խղճալի էինք, եթե չլիներ հարությունը։ Եթե չլիներ հարությունը, Եղեռնի ժամանակ մեր տատիկները, պապիկները, մեր նախնիները ամենախղճալի մարդիկ էին։ Նրանց մեջ կային շատ երիտասարդներ Եղեռնի ժամանակ։ Աղջիկներ եւ տղաներ, հարսներ եւ փեսաներ, որոնք նոր էր սկսվում իրենց կյանքը, բայց իրանք չվայելեցին։ Հիսուսի անունը շուրթերին նահատակվեցին։ Բայց իրանք սպասում էին վարձքի հատուցմանը։ Ամենախղճալի մարդկանցից մեկը Մովսեսն էր, որը չընդունեց փարավոն լինելու աշխարհի այդ ճոխ կյանքը, ավելի բարձր համարեց Իսրայելի ժողովրդի հետ տանջվել, քան թե ընդունել փարավոնական, արքունիկական կյանք։ Եվ այդ փոխանցվել է մեզ։ Այսօր մենք ենք այս մարմնի մեջ։ Այսօր մեր հերթն է։ Եվ մեր հերթը ասելով ինչ է մեր անելիքը։ Ես ուզում եմ, որպեսզի ուշադրություն դարձնենք, որ Քրիստոսի հարությունից հետո հարուցյալ կյանքը շարունակվում է։ Եվ այսօր աշխարհի մոլորակի վրա ցանկացած մարդ ինչ ազգությամբ որ պատկանելություն ունի, ինչ գիտությամբ, ինչ տարիքի, թե անկողնում, թե մահամերձ վիճակի մեջ, գիտի, որ ինքը կարճ ժամանակ հետո գնում է այս աշխարհից, ինքը իրավունք ունի օգտվելու հարությունից, ինքը իրավունք ունի ապրելու հարության համար, ինքը իրավունք ունի ապրելու իրականներով լսելու այդ խոսքերը արի իմ հավատարիմ զավակս, այդ խոսքերը։ Երանի նրան, որ ապրում է այդ խոսքերը լսելու համար, միևնույն է, անցնելու է։ Ես նայում եմ այս երեխաներին, հիշում եմ իրենց ծնողների պսակադրությունը, այստեղ կամ երրորդ հարկում։ Նայում եմ այս երեխաներին եւ հիշում եմ, դրանք երազի պես անցել են։ Ծնողներ, որոնք Աստծո առաջ խոսք տվեցին, մտածեցին, որ Աստված մեր քոտված պարգևը մենք քեզ ենք բերելու, քո առջև ենք բերելու
Եվ մեր կյանքի նպատակը լինելու է, որ մեր կոտրված պարգևները ապրեն քո անունի ու փառքի համար։ Եվ շատերի մոտ իրականություն դառավ։ Ես ուզում եմ որ մենք այս խոսքերը հիշենք, միշտ հիշենք։ Մատթեոս ավետարանի 28-րդ գլուխ 18 խոսքը։ Հիսուսը մոտենալով խոսեցավ անոնց ու ասավ. ամեն իշխանություն ինձի տրվեցավ երկնքի ու երկրի մեջ։ Ամեն իշխանություն երկնքի եւ երկրի մեջ։ Այսինքն մենք միշտ պետք է հիշենք ամեն օր քնից արթնանալուց պետք է հիշենք, որ այս երկրի վրա ինչ շարժ գոյություն ունի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի իշխանության տակ է։ Ովքեր էլ որ մեզ նախատեն, մեզ այդպես դուժվենք ամեն հարցերում, աշխատանքի մեջ, ամեն ինչի մեջ, ուսման, ամեն ինչի մեջ, հիշենք, որ իշխանությունը քո փրկչի, իմ փրկչի ձեռքն է։ Ամեն իշխանություն ինձի տրվեցավ երկնքի ու երկրի մեջ։ Հիմա շարունակությունը, որ ամենակարևորը ուզում եմ ասել, ուրեմն գացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, մկրտեցեք զանոնք հանուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո։ Սովորեցուցեք անոնց, որ այն բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Ահա ամեն օր ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Այս խոսքերը, սիրելիներ, մենք ամեն օր քնից վեր կենանուց պետք է հիշենք։ Տեր Հիսուսը մեզ հետ է, հարության Հիսուսը, եւ մեզ որբ չի թողելու, մեզ որբ չի թողե, ուղարկել է Սուրբ Հոգին։ Եվ աշակերտեցեք ու մկրտեցեք, քարոզեք, վկայեք հարության կյանքի մասին, վկայեք, որ կա հարություն, որ դու ֆիզիկապես այս երկրից գնալուց հետո իսկական կյանքն է սկսվում, որ քեզ թեկուզ խաչեն էլ նոր է սկսվում իսկական հարության կյանքը, եւ մենք դա պետք է միշտ դավանենք եւ ուրախանանք հարության կյանքով, ուրախանանք, որ մենք հարություն ենք առնելու, որ իսկականը նոր է սկսվելու, երբ որ մենք նայում ենք խաչի վրա մեր Տեր Հիսուսին, մարդիկ նայում են եւ մենք պատկերացում ենք կազմում այդ պահերը, բայց հետո ինչ ենք տեսնում։ Հիմա այս պահին աշխարհի վրա, մոլորակի ամբողջ ծայրերում, որտեղ Քրիստոս քարոզվում է, մենք տեսնում ենք մարդիկ ապրում են հարության համար։ Եվ իրենց կյանքը այս երկրի վրա ինչպիսի նեղ ճանապարհով էլ անցնեն, ինչպիսի դժվարություններով որ անցնենք, դա ժամանակավոր է, գալու է հարության կյանքը։ Աստված թող մեզ պահի եւ արժանացնի այդ կյանքին։ Ամեն։ Աղոթենք։